Ես երբ որ մոտեցա բանկ, այստեղ էլ մի հատ շատ հետաքրքիր բան կա, ուրեմն բանկը ինձ ասում է, երբ որ զեղծարարը 5 միլիոն 4 հայտա ներկայացրել թե ինձ ինչքան գումար կտան, իրենք ինձ առաջարկել են 5 միլիոն 200, չէ, 5 միլիոն 300 հազար բանկը, բայց զեղծարարը վերցրել է երկու էտապով, մի հատ 5 միլիոն 200 հազար, մի հատ էլ ավել 144 հազար, երկու վարկ են ձևակերպել, այսինքն բանկային համակարգը կամ սա աչքակապությունը, բաց թողումը չի ուզում դա նկատի, բայց չէ որ այդ նույն ժամանակահատվածում նույն իմ նման նույն օրերի ընթացքում մենակ ես որ գիտեմ 5-6 դեպք ա եղել, այսինքն բանկը շատ լավ գիտի այդ մեխանիզմը, չէ, ի վերջո դե դա ոնց է կատարվում, իսկ եթե ոչ մի գործողություն չի ձեռնարկում, ուրեմն շատ հանգիստ ես կարող եմ մտածել եւ բոլորս կարող ենք մտածել, որ բանկը ունի շահագրգռվածություն։ Դիմում ներկայացրել եք ամեն ինչ արվել է, դիմում եմ ներկայացրել, բանը այդ պահին անմիջապես եւ բանկ եմ գնացել եւ զանգարել եմ ոստիկանություն եւ ոստիկանությունում ներկայացել եմ եւ այս պահին այսպես ասեմ քննչական կոմիտեն ճանաչել է որոշում է կայացրել, որ բանկն է տուժող համարվում, այսինքն բանկից են տարել այդ գումարները իր թերի պաշտպանվածության պատճառով, բայց բանկից զանգահարել են ինձ մի երկու ամիս առաջ, որ ինչու չեք վճարում, ես ասեմ, ես չեմ էլ վճարելու, որտեվ այդ վարկը ես չեմ վերցրել, ես դրանից ընդհանրապես տեղյակ չեմ, դա զեղծարարության հետևանքով է առաջացել, բայց դրանից հետո իհարկե ես իմ բոլոր հաշիվները այնտեղ զրոյական եմ պահում, այլ ավելի հուսալի բանկից հուսով եմ, հուսալի բանկից եմ սկսել օգտվել, բայց այդ ընթացքում ինձ շատ պատահաբար գումար եմ փոխանցում չիմանալով, բանկը իմանալով, որ քրեական գործ է հարուցված, որոշումը տարել են բանկ, որ այնտեղ իրենք գիտեն, որ իրենք են տուժող ճանաչում, այսինքն իրանց գործողությունները այլ ընթացք պետք է ստանան, իրենք այդ գումարը շատ 37,000 դրամի չափով գումար է ինձ փոխանցվել, անմիջապես վարկի մարում են տարել, այսինքն ես բայց ասել եմ, որ չեմ վճարելու այդ վարկը եւ որոշում եմ տարել, որ ես տուժող չեմ, բանկն է տուժող։ Ինչի հիման վրային այդ վարկը մարում տվել, այսինքն հետո ասել, որ դուք վարկ եք մարել, ես վարկ չեմ մարել եւ չեմ պատրաստվում։ Ներողություն, իսկ մինչև այդ 5 միլիոն 200 հազար դրամը, որ ձեր անունով վարկ են ձևակերպել, դուք երբևէ դիմել էիք բանկին նման օրինակ մեծ չափով գումար վերցնել եւ արդյոք տվել են կամ մերժում եք ստա։ Այո, շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, ուրեմն դրանից մոտավորապես ամիսներ առաջ ես դիմել եմ բանկին, կոնկրետ չափ չեմ նշել, բայց ասել եմ ինձ ինչքան վարկը կհասնի, ինձ ասենք մեծ գումար էր պետք, հետաքրքիր էր ինձ ինչքան կտան, իրանք 2.5 միլիոն են գնահատել իմ, որտեվ ասել են ծանրաբեռնվածություն ունեք եւ աշխատավարձի չափը չի բավականացնում ավել գումարի եւ ինձ տվել են 2.5 միլիոն։ Ընդամենը մի քանի ամիս անց չեմ ուզում ինչ-որ ամիս կոնկրետ ասել, որտեվ հնարավոր է շփոթվեմ, կարող է 2, կարող է 5 ամիս անց իմ ոչինչ չի փոխվել իմ կյանքում, ես աշխատում եմ նույն վայրերում եւ նույն ծանրաբեռնվածությունը դեռևս ունեմ, բայց ինձ տվել են 5 միլիոն 200 հազար եւ 144 հազար երկու վարկ։ Սա է բանկերի վիճակը։ Շնորհակալ եմ ձեզանից։